Ավինյանն իր հոգու խորքում իրեն մեղավոր զգում է աղտոտված օդի համար։ Ոչ։ Ինչ եք կարծում։ Որտեվ այդքան ինքը հասկացողություն չունի, որ մեղավոր զգա։ Տիգրան Ավինյանը կարծում եմ մեղավոր է շատ բաների համար, իսկ թե ինքը ինչ է կարծում չգիտեմ, շնորհակալություն։ Տենց կոնկրետ չեմ կարող ասել, զգում է թե չէ, ինքը պիտի իրան ներսում զգա դա։ Չգիտեմ, բայց ես մեղավոր զգում եմ մեր ժողովրդի ու առողջության համար շատ աղտոտված է օդը։ Իհարկե։ Չգիտեմ, ոչ մի բանի մասին էլ չի մտածում։ Այդ բոլոր, չգիտեմ, իրանք զգում են թե չէ, բայց այդքան մեքենաներ կան, մեքենաների արտանետումներից կարող լինի աղտոտում օդի։ Դա է պատճառը։ Ես դաժե չգիտեմ ինչի մասին է խոսքը ճիշտ ասած։ Օդի աղտոտվածության համար։ Իր հոգու։ Իր հոգու խորքում իրեն մեղավոր զգում է, ինչ է։ Չեմ կարծում։ Որովհետև ես տենց մեծ տարբերություն չեմ տեսնում։ Դեպի վատ է գնացել, իմ համար տենց է։ Աղտոտված օդը ինձ թվում է մինչև Տիգրան Ավինյանի նշանակումն է եղել։ Մեր մեքենաների խտուցությունը։ Հիմա ինքը քաղաքապետն է, օդի համար ինքը պատասխանատու է, թող մեքենաները պակասեն, բոլորը վատ են։ Քաղաքը ինքն է ղեկավարում, ինքը պիտի համակարգի։ Դուք ինչա պրովոկացիոն հարցեր եք ինձ տալիս սադրիչ։ Ողջ, ես ձեզ ասում ամեն մեկը ինքը պատասխանատու է իր պաշտոնի գործողությունների համար, օդի համար պատասխանատու չի։ Ով է պատասխանատու օդի համար։ Մեքենաների բազմազանությունը։ Գիտեք, դենց հետաքրքիր հարց եք տալիս, կարծում եմ իրանից առաջ էլ էր աղտոտված, իրանից ինքն է քաղաքապետը։ Դե բնականաբար ես կարծում եմ, որ պետք է միջոցներ ձեռք առնել, որովհետև իրոք շատ աղտոտված է, երբ որ պատուհանը բաց ես թողնում, մի ահռելի քանակությամբ փոշի է ներս գալիս։ Կարծում եմ այդ շինարարություններն են հիմնականում մեղավոր, միգուցե ավելի ճիշտ է այդ շինարարությունները թույլատրելուց առաջ գնահատել այդ աղտոտվածության մակարդակը, հասկանալ, որ ամեն տեղ շենք են կառուցում, ամեն sense հնարավոր փոքր հողակոտրի վրա, մանավանդ կենտրոնում։ Ես դա համարում եմ իրոք խայտարակություն։ Չգիտեմ դա Ավինյանի մեղքն է, թե իրանից առաջ ղեկավարած մարդկանց, ամեն դեպքում ինձ թվում է վերջին 20 տարվա մեջ դա անընդհատ շարունակվող գործընթաց է։ Միանշանակ չես կարող ասել ով է մեղավոր։ Լուրջ հետազոտություն պիտի անցկացնի, դատարկ խոսալով չի կարելի, որ մակերեսորեն մտածելով վերլուծություն տան։ Առաջինը քաղաքը կեղտոտ է, և դա բնությունից չի կախված, մարդկանցից է։ Այ հիմա նորոգում են Տիգրան մեծի վրա, դա պիտի լվացվի անպայման։ Ես որպես երևանցի, եթե ասեմ 10 տարի չեմ տեսել, որ մեր քաղաքում ջրցան մեքենան լվանում ամայթերը, հավատացեք, չեմ տեսել, գուցե ես եմ մեղավոր, բայց չեմ տեսել, բայց քաղաքը պետք է լվացվի առաջին հերթին, իհարկե կա մեքենաներից կա, որոշ տեղերում շինարարությունից, թող հետևեն, շինարարությունն էլ կանոնները խախտելով աշխատում, մարդիկ բազալտի վրա օգտագործում են պալիրովկա են անում, իրենք էլ են առանց համապատասխան օգնող իրանց հարմարանքները։ Ես մեկին մոտեցել ասել եմ, երիտասարդ ես, չես մտածում քո առողջության մասին, բայց այդ փոշին նստում է քո թոքերի վրա, մի քանի տարի հետո արդյունքը ձեռքով արել։ Նախ դրան չեն հետևում աշխատանքի, աշխատավորի կյանքի պաշտպանության իմաստով, երկրորդ էլ քաղաքի աղտոտման։ Առաջինը թող դա հետևեն, մի ամիսա վերանորոգում է Տիգրան մեծը, որևէ տեղ չի նկատվել այդպիսի բան, որ կա այդ պաշտպանողական բանը։ Դա էլ իր հերթին չի մաքրվում, երկրորդը իհարկե կան նաև բաներ, որ մեզնից էլ կախված չի, դա արդեն վերջինն է։ Դրա համար ես մոտավորապես կարդացի, որ ասեց շինարարությունը չի, սա չի, նա չի, բայց որն է։ Չի կարող ինքը ոչ մասնագետ լինելով վերջնական գնահատական տա, թող խումբ հաստատի, գնահատեն ամեն ինչը, տան վերջնական եզրակացություն, էքսպերտային ու դրան համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որտեղ քաղաքը լավ վիճակում չի։ Ուղղակի մայթերին, որ նայում ես, զգում ես, որ սրանք ջուր չեն տեսել բացի Անդրեևից։